հետազոտական աշխատանք կատարելը դարձել է այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս։ Հետազոտությունը համակարգված աշխատանք է, որը հնարավորություն է տալիս ընդլայնելու մեզ շրջապատող աշխարհի մասին ունեցած հայտնի գիտելիքները, եւ այն հնարավորություն է տալիս դուրս գալ սահմանված շրջանակներից եւ հետեւություններ անելով ստեղծել քոնը, քո կարծիքը, որը ինչու՞ չէ հարկավոր է նաև հասցնել լայն հասարակությանը։ Մնացածի մասին ձեզ մանրամասը կպատմեն 11-րդ դասարանի մայրենի ընտրությամբ խմբի սովորողները։ Բաժանում հետազոտական աշխատանքները պարտադիր բաղադրիչ են ուսումնական գործընթացի։ Սովորողները իրականացնում են դրանք անցնելով որոշակի փուլեր։ Առաջին քայլը հետազոտական ղեկավարի ընտրությունն է։ Բարի ընտրությունից հետո սովորողը անցնում է հաջորդ փուլին՝ հետազոտականի թեմայի ընտրությանը։ Քանի որ ղեկավարն արդեն ընտրված է, հաշվի առնելով վերջինիս մասնագիտական փորձն ու թեմատիկ ուղղվածությունը, կատարվում է գործակցությամբ եւ մասնագիտական խորհրդատվություն։ Սովորողը ծանոթանում է տարբեր ղեկավարների կողմից առաջարկված թեմաներին, ուսումնասիրում է դրանք հաշվի առնելով իր անձնական հետաքրքրությունները եւ մասնագիտական կողմնորոշումը։ Իմ հետազոտության ժամանակ ես նաև պիտի ձևակերպեմ իմ հետազոտության նպատակը, այն դարձնելով հստակ, հասանելի, արդիական եւ նաև ժամանակային առումով սահմանափակ։ Այն իմ թեման ինչպես պիտի լինի իմ հետաքրքրության շրջանակներում, այն նաև պիտի ունենա գիտական արժեք։ Նաև մենք պիտի որոշենք մեր մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցներ, հարցումներ կամ դեպքի հետազոտություններ։ Հետազոտական աշխատանքի երրորդ փուլը գրականության հավաքագրումը, ուսումնասիրությունն ու վերլուծությունն է։ Սովորողները հավաքագրում են գրականության ցանկ, լինի դա օնլայն թե օֆլայն ձևաչափով, ուսումնասիրում են այն եւ վերջում վերլուծական աշխատանք են իրականացնում։ Հասկանալով թե որոնք են այդ թեմայի բացերը, պակասությունները եւ այլն։ Հետազոտության այս փուլում սովորողը վերլուծում է ստացված արդյունքները, փորձելով պատասխանել հարցերի եւ ժխտել կամ հաստատել առաջադրված վարկածները։ Վերլուծությունները կատարվում են հիմնավորված մոտեցմամբ, հետո արդյունքները մեկնաբանվում են, համադրելով դրանք նախկինում կատարված ուսումնասիրությունների հետ։ Քննարկում են նաև տվյալների գործնական կիրառելիությունը, նշելով, թե ինչպես այն կարող է օգտակար լինել կոնկրետ ոլորտում կամ իրավիճակում։ Աշխատանքը պետք է ունենա գրախոսություն։ Աշխատանքի պատրաստ լինելուց հետո սովորողը ղեկավարի օգնությամբ կապ է հաստատում թեմային ծանոթ մասնագետի հետ, ով կհանդիսանա աշխատանքի գրախոս։ Գրախոսը կգրի 1-ից 2 էջանոց կարծիք աշխատանքի վերաբերյալ։ Դրանից ելնելով սովորողը կկարողանա աշխատանքը շտկել եւ բերել բացատրատեսքի հանրային ներկայացման համար։ Ուսումնական ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքի պաշտպանությունը իրականացվում է ներկայացնելով աշխատանքի հիմնական դրույթները, խնդիրները եւ բովանդակությունը։ Սովորողը ներկայացնում է հարցման արդյունքները եւ դրանք վերլուծելով ընդգծում է աշխատությունում առաջադրած թեզերը եւ դիտարկումները։ Պաշտպանության ընթացքում ներկայացվում են նաև աշխատանքին կցված հավելումները, գրականության ցանկը եւ եզրակացությունները, կարևորելով հետազոտական աշխատանքի հասկացվածությունը եւ գործնական նշանակությունը։